Պարոն Սիմոնյան, վարչատարածքային բաժանումասին օրենքի հետ կապված կարողացաք ցիտել ընդհանրեն դրական օրենսգրքի դրույթները, որտեղ սահմանվում է արտահերթ եւ հերթական ընտրության օր նշանակելու մասին եւ այն պնդման իմ գործընկեր պարոն Մինասյանի, որ դուք օրենքի խախտմամբ եք բերել այդ նախագիծը, պնդեցիք, որ խոյ համայնքի ղեկավարը ընդհանրեն գրություն է ուղարկել վարչատարածքային բաժանման մասին եւ համայնքների միավորման մասին հստակ այցակարգ կա, որտեղ ասում է համայնքներում պետք է իրականացնեք լսումներ, դաշտային քննարկումներ, գրասենյակային լսումներ, նոր որի արդյունքում փորձեք բերել նախագիծը, դրա փոխարեն կարող եք պարշիտակ հնչեցնել, որ դուք վաղարշաբաթ համայնքում չունեք ձեր սրտի թեկնածուն, փորձում եք խոյ համայնքը միավորվել մեծ դժգոհությամբ, այսպես որպեսզի կարողանաք ձեր թեկնածուին ինչպես Շիրակում չստացվեց, նշանակեք եւ փորձեք վարչական լծակները տակը թնելով կարողանաք ձեր ցանկալի արդյունքին հասնել, որը կարծում եմ չի ստացվելու։ Եկեք ստեղ անկեղծ ասեք, օրենսդրությամբ խախտմամբ նախագիծ եք բերել, հրատապություն ինչով է պայմանավորվում եւ առոգանությամբ ասում եք ընտրական օրենսգրքի խախտմամբ։ Ինչ խախտմամբ, ինչ օրենսգիրքն եք ցիտում ստե, դուք խախտմամբ բերել եք օրենք հստակ, առանց համայնքային լսումների, հանրային լսումների, եթե կան այդպիսի կարծրագրությունները, խնդրում եմ ներկայացնեք ազնաժողովին, որպեսզի կարողանանք ծանոթանալ եւ հասկանանք։ Եկեք անկեղծ եղեք եւ ժողովրդին մի փորձեք հեղաթյուրել ձեր բառերի այսպես իրավական հիմնավորումներով։ Պարշիտակ ասեք, որ խախտմամբ նախագիծ ենք բերում, որպեսզի կարողանանք մեր խնդիրը լուծենք քաղաքական։